Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում ամենասարսափելի և միևնույն ժամանակ ամենահուզիչ պահերից մեկն է տեղի ունենում։ Բագրատի թաղման օրը դառնում է ոչ միայն հրաժեշտ, այլ ճակատագրական բախման վայր՝ ճշմարտությունների, մեղքերի և սիրո միջև։ Բոլորը հավաքված են Բագրատի թաղմանը, օդում լարվածություն է, ցավ, կուտակված ատելություն։ Եվ հենց այդ պահին Լիլիթը չի դիմանում, նա իր ցավն ու զայրույթը թափում է Աննայի վրա, բարձրաձայն մեղադրելով նրան, ասելով, որ հենց նրա պատճառով է կորցրել հորը, որ եթե Աննան չլիներ, Բագրատը դեռ կապրեր իր կողքին, կլիներ, կպաշտպաներ իրեն։ Աննան ոչինչ չի ասում, նա չի արդարանում, չի գոռում և Անգելինայի հետ ուղղակի հեռանում է։ Արամն ամեն ինչ լսում է, նա կանգնած է մոր կողքին, նա գիտի ճշմարտությունը, նա լսել է Լիլիթի խոստովանությունը, գիտի, որ հենց նա է հրել Բագրատին։ Բայց այդ պահին Արամը լռում է, նա չի համարձակվում խոսել, մորն է տեսնում իր դիմաց մարդուն, ով իրեն կյանք է տվել, և ճշմարտությունը մնում է կոկորդում խեղդված, և հանկարծ մի վայրկյանում ամեն ինչ կործանվում է Լիլիթի ձեռքին, զենք կա, ոչ ոք չի հասցնում արձագանքել, կրակոցը հնչում է գերեզմանատանը, այնտեղ, որտեղ արդեն մեկ կյանք ավարտվել է, բայց այդ կրակոցը դիպավ Աննային։ Այդ վայրկյանին Աննան առանց մտածելու մարմնով ծածկում է Անգելինային, մայրը դառնում է Վահան, կինը պաշտպան, մարդը զոհ։ Կրակոցը հասնում է Աննային, նա ընկնում է գետնին։ Եվ հենց այդ պահին հնչում է այն բառը, որն ամբողջ սերիալի ընթացքում հեռուստադիտողները սպասում էին լսել՝ «մամ»։ Հենրին ու Անգելինան միաժամանակ գոռում են. «Այդ ճիչը պատռում է լռությունը»։ Այդ մամն այլևս գաղտնիք չէ, այդ մամն ընդունում է ճշմարտությունը։ Աննան ընկնում է գետնին, վերջապես լսում է այն, ինչի համար տարիներ շարունակ ապրել է։ Այս սերիալի ամենահուզիչ, ամենադաժան, ամենասպասված պահերից մեկն է։ Մայրն ու դուստրը վերջապես միասին են, բայց արյան ու ցավի գնով։ Հեռուստադիտողները չեն կարողանում զսպել, արցունքները, սոցցանցերը լցված են մեկնաբանություններով, բոլորը նույն հարցն են տալիս՝ կփրկվի՞ արդյոք Աննան։ Այս պահից հետո այլևս ոչինչ նույնը չի լինելու։ Լիլիթի ճակատագիրը, Արամի որոշումը, Աննայի կյանքը, Անգելինայի ապագան, բոլորը կախված են մեկ հարցից՝ կփրկվի՞ մայրը, ով վերջապես կհասցնի գրկել իր աղջկան։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում ամենասարսափելի վախը իրականություն չի դառնա։ Աննան հաստատ չի մահանա, բայց նրա կյանքը կախված է լինելու մի շատ նուրբ ու խորհրդանշական որոշումից։ Կրակոցից հետո Աննային շտապ տեղափոխում են հիվանդանոց։ Բժիշկների դեմքը լուրջ է, վիճակը ծանր, բայց կայուն։ Կրակոցը չի դիպել կենսական օրգաններին, սակայն արյան մեծ կորուստ կա։ Վիրահատարանում պայքար է ընթանալու կյանքի համար, ժամերը ձգվելու են անտանելի երկար։ Հիվանդանոցի միջանցքում բոլորը սպասելու են։ Սոսը լուռ ու քարացած, Հենրին մեղքի ու ցավի մեջ խեղդված, իսկ Անգելինան շոկի մեջ։ Հավանաբար Աննային անհրաժեշտ է լինելու անհապաղ արյան փոխներարկում, շատ կոնկրետ խումբ, ժամանակ չկա սպասելու, և հենց այստեղ է, որ ճակատագիրը կրկին խաչվում է։ Անգելինան առաջ է գալու ու առանց վառանելու, առանց սպասելու, որ ինչ-որ մեկը խնդրի, հավանաբար կառաջարկի իր օգնությունը։ Դուստրը, ով տարիներ շարունակ չէր ճանաչում մորն, այժմ իր արյունով է պատրաստ փրկել նրա կյանքը։ Մայրն ապրելու է դստեր, շնորհիվ վիրահատությունը հաջող է անցնում, բժիշկն ասում է այն բառերը, որին բոլորն էին սպասում՝ կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Չէ՞ որ եթե Աննան մահանար, ապա «Վերջին զանգը» հեռուստասերիալը կկորցներ իր իմաստը, առանց իր երեխային գրկելու ու ասելու այն բառերը, որոնք բխում են նրա սրտից, չէր կարող հեռանալ։ Եվ դա է պատճառը, որ սցենարիստը հաստատ նման որոշում չի կայացնի, ու Աննան ժամանակից շուտ չի հեռանա կյանքից։ Նա դեռ պետք է գրկի իր զավակներին, նա պետք է ների Հենրիին ու ամեն ինչ անի, որ Հենրին ու Անգելինան միասին լինեն, չնայած որ նրանք բաժանվել են ու դժվար թե կարողանան գտնել ներման ճանապարհը։ Բայց Աննայի վիճակից ելնելով, հավանաբար Հենրին ու Անգելինան կհասկանան, որ անիմաստ է պայքարել ճակատագրի դեմ, ու նրանք պետք է միասին լինեն։ Աննան ամեն ինչով նրանց օգնելու է, բայց հեռուստադիտողները սպասում են, որ Միքայելը վերջապես պատասխան տա իր արածների համար, չէ՞ որ նա ժամանակին ցավ է պատճառել Աննային, նրան զրկել իր երեխայից, Սոսին գլորել ձորը,
իսկ ինչու չպետք է արդարության առաջ նա պատասխան տա, արդարադատությունը պետք է հաղթի և նա վերջապես հայտնվի ճաղերի հետևում։ Իսկ թե ինչ որոշում կկայացնի հեռուստասերիալի սցենարիստը Միքայելի կերպարի համար, ցույց կտա ժամանակը, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է, բաց մի թողեք ձեր առաջինը տեղեկացված լինելու հնարավորությունը, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ դաշտում անպայման գրել ինչ եք կարծում Աննան կմահանա, թե ոչ, արդյոք իսկապես Անգելինայի օգնության կարիքը ունենալու է Աննան և եթե այո, արդյոք Անգելինան օգնելու է նրան։ Այս և այլ հարցերի պատասխանները կստանաք շատ շուտով, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը և միացեք մեր ալիքին։